Խորհրդարանի նախագահը մեկնել է Սերբիա, Շալվա Պապուաշվիլին կմասնակցի Եվրամիության անդամակցության թեկնածու երկրների խորհրդարանների նախագահների առաջին հիմնադիր համաժողովին։ Միջոցառումն անցկացվում է Սերբիայի և Ուկրաինայի խորհրդարանների նախագահների նախաձեռնությամբ։ Համաժողովի նպատակն է ձևավորել խորհրդարանների նախագահների կանոնավոր և արդյունավետ համագործակցության ձևաչափ, որը կնպաստի թեկնածու երկրների միջև խորհրդարանական երկխոսության խորացմանը, տեղեկատվության փոխանակմանը, դիրքորոշումների համակարգմանը և Եվրամիությանը ինտեգրման գործընթացում փոխադարձ աջակցությանը։ Շալվա Պապուաշվիլին ելույթ կունենա համաժողովի մասնակիցների առջև և կմասնակցի աշխատանքային նիստերին։ Համաժողովի ավարտին մասնակիցները կընդունեն համատեղ հայտարարություն։ Հաագայում շարունակվում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողով, իսկ Վրաստանի վերաբերյալ բանաձևի նախագիծը քվեարկության կդրվի վաղը։ Վեհաժողովին մասնակցում է նաև Վրաստանի պատվիրակությունը։ Այսօր կավարտվեն հանձնաժողովային քննարկումները, որից հետո աշխատանքը կշարունակվի լիագումար նիստերի ձևաչափով։ Վրաստանի վերաբերյալ փաստաթղթի նախաձեռնողը ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Ուիլսոնն է։ Բանաձևում, որը Հաագայի հռչակագրի մասն է, քննադատության են ենթարկվում 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները, քաղաքական գործիչների և ցուցարարների ձերբակալությունները, ինչպես նաև մի շարք օրենքների ընդունումը։ Փաստաթղթով պահանջվում է չեղարկել որոշ օրենքներ, ինչպես նաև հետաքննել 2024 և 2025 թվականների ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկությունները։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի հանձնաժողովը երեկ աջակցել է Ջո Ուիլսոնի նախաձեռնած բանաձևի նախագծին։ Վերջնական քվեարկությունը նախատեսված է վաղը։ Շարունակվում է այսպես կոչված սաբոտաժի գործի քննությունը։ Խոսքը վերաբերում է Միխեիլ Սահակաշվիլիի, Նիկա Մելիայի, Նիկա Գվարամիայի, Զուրաբ Ջափարիձեի, Գեորգի Վաշաձեի, Բադրի Ջափարիձեի, Մամուկա Խազարաձեի և Էլենե Խոշտարիայի դրվագներին։ Այսօրվանից դատարանում ուսումնասիրվում են մեղադրանքի կողմի ապացույցները։ Դատական նիստում կհարցակնվեն 5 վկա, 3 քննիչ և 2 փորձագետ։ Պաշտպանության կողմը գործը քաղաքական դրդապատճառներով հարուցված է համարում և հայտարարում է, որ դատախազությունը բավարար ապացույցներ չունի։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով ձերբակալվել է 4 անձ։ Կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահպանման և իրացմանը նպաստելու մեղադրանքով ձերբակալվել է 4 անձ, ինչպես Վրաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներ։ Տների և անձնական խուզարկությունների ընթացքում իրավապահները հայտնաբերել և առգրավել են մոտ 1,5 կիլոգրամ մարիխուանա, ինչպես նաև 66 առանձին փաթեթավորված մարիխուանա։ Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալները թմրամիջոցները փաթեթավորում էին փոքր չափաբաժիններով, դրանք թաքցնում Թբիլիսիի տարբեր հասցեներում գտնվող գաղտնարաններում, այնուհետև վաճառում ինտերնետային հարթակներից մեկի միջոցով։ Հանցագործության համար նախատեսվում է մինչև 20 տարվա կամ ցմահ ազատազրկում։ Միգրացիոն ծառայությունը Վրաստանից արտաքսել է օտարերկրյա 54 քաղաքացու։ Նրանց թվում են Թուրքիայի, Թուրքմենստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Պակիստանի, Նիգերիայի, Եգիպտոսի և Ֆիլիպինների քաղաքացիներ։ Նշված անձանց նաև արգելվել է հետագայում մուտք գործել Վրաստան։ Չեխիայի նախագահն ու վարչապետը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար մեկնել են առանձին պատվիրակություններով։ Այս որոշմանը նախորդել էր շուրջ 6 ամսյա վեճ, որը վերաբերում էր նախագահի և վարչապետի միջև երկրի ներկայացվածության ձևաչափին։ Նախագահը գագաթնաժողովին մասնակցելու իրավունքը ստացել է սահմանադրական դատարանի որոշման հիման վրա։ Այնուամենայնիվ, կառավարությունը պաշտոնական պատվիրակության ղեկավար է նշանակել վարչապետին։ Պաշտոնական տեղեկությունների համաձայն վարչապետը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի 2 հիմնական միջոցառումներին՝ ոչ պաշտոնական ընթրիքին և Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին։ Նախագահի պաշտոնական ծրագիրը Պրահայի ամրոցը դեռևս չի հրապարակել։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությամբ Ռուսաստանից արձակվող բալիստիկ հրթիռներից պաշտպանվելու համար Ուկրաինան չունի բավարար քանակությամբ պատրիոտ հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռներ։ Զելենսկու խոսքով ժամանակակից աշխարհում պաշտպանական համակարգերի արտադրության ներկայիս տեմպերը աբսուրդային են, իսկ Ուկրաինան ինքն էլ կարող է արտադրել նման սպառազինություն, եթե ԱՄՆ-ն տրամադրի համապատասխան լիցենզիաներ։